Խորեն Լևոնյանի, Արմեն Ջիգարխանյանի, Եկատերինա Սրիժենովայի և մյուսների սրտի տնակը բարձրացավ մոսկովյան մեծ էկրան։ Կայացել է Հրաչ Քեշիշյանի «Իմ սրտի տնակը» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան։ Մենք ունենք շատ գեղեցիկ փոքրիկ մի տեսարան, որտեղ գլխավոր հերոսը իր երեխաներին պատմում է սրտի տնակի մասին, որտեղ ապրում են մեր հիշողությունները։ Պարզապես պետք է տնակը երբեմն կարգի բերել։ Եվ ամեն ինչ լավ կլինի։ Բիզնես լեդի Կատյան անձնական կյանքի համար այդպես էլ ժամանակ չի գտնում։ Հայրը մահից հետո Կատյային ժառանգություն է թողնում, որից աղջիկը կարող է օգտվել մի պայմանով՝ պետք է ամուսնանա և 3 երեխա ունենա։ Կատյայի վարորդն էլ 3 երեխաների հայր Արթուրն է։ Նրա կինը 6 տարի առաջ է մահացել։ Արթուրը մեծ պարտքեր ունի։ Այստեղ էլ գլխավոր հերոսներն իրենց խնդիրը որոշում են համատեղ լուծել։ Թեև ամուսնությունը հաշվարկով է, բայց հայկական ավանդույթները խախտել չի կարելի։ Այդպես Արթուրն ու Կատյան հայտնվում են Հայաստանում։ Աշխատել ենք հայկական արևիտակ, հիանալի պայմաններում։ Շատ բարի պատմություն է այն մասին, որ չպետք է մոռանալ արմատների մասին և որ այս կյանքում միայն ընտանիքիդ վրա կարող ես հույս դնել։ Սցենարի հեղինակը Միխայել Պողոսովն է, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ ֆիլմի սյուժեն առաջին իսկ հանդիպմանն են համաձայնեցրել։ Պետք է ընտանեկան կոմեդիա լինի տարբեր ազգությունների երկու մարդկանց հարաբերությունների մասին։ Դերասանական կազմի հարցում էլ ռեժիսորն ու սցենարիստը նույն պատկերացումն են ունեցել։ Միանգամից պարզ դարձավ, որ շատ ենք ուզում տեսնել Արմեն Ջիգարխանյանին, Կատյա Ստրիժենովային, հետո ի հայտ եկան մյուս հիանալի դերասանները։ Խորեն Լևոնյանը հպարտ է իր դերով, վստահ է ոչ մի հայ վատ չի զգա իրեն Արթուրի հետ ասոցացնել։ Իմ ամենամեծ գնահատականն այն է, որ վերջապես ստեղծվեց մի ֆիլմ մեր հայերի մասին, որը դիտելուց հետո դրսի մեր հայրենակիցները խորհուրդ կտան նայել իրենց օտարազգի ընկերներին։ Իմ սրտի տնակը նկարահանվել է Երևանում, Դիլիջանում և Մոսկվայում։ Հայ-ռուսական արտադրության ֆիլմն ունի 2 սաունդթրեք՝ Հայկոյի և Յոլկայի կատարմամբ։ Անի Հակոբյան, ժամլրատվական։